Գելի հայրենակիցներ, 2-3 օր է համացանցում պտտվում է մի տեսանյութ, որտեղ Քայլիս դավաճանավով ՄԱԿ-ի երեսփոխան Արման Եղոյանը, ով բավական ագրեսիվ է այս ընթացքում եւ բավական ակտիվություն է ցուցաբերում իր հակահայկական եւ բազում տգետ եւ անգրագետ թեզերով, փորձում է նաեւ գերազանցել ինքն իրեն։ Ազգային ժողովի ամբիոնից սույն ուրեմն կերպարը հայտարարել է. եթե Սփյուռքը հզորանա, ապա կթուլանա Հայաստանը, Սփյուռքը պետք է թուլանա, որպեսզի հզորանա Հայաստանը։ Եվ որպես դրա հիմք ինքը հայտարարում է, որ Սփյուռքում ապրող մեր ուրեմն հայությունը պետք է վերադառնա ուրեմն Հայաստան եւ հզորացնի Հայաստանը։ Նախ նշեմ, որ հայկական Սփյուռքի թուլացման կողմնակիցը աշխարհում միակ երկիրը դա Թուրքիան է։ Հայկական Սփյուռքի թուլացման համար պայքարում է նաև Ադրբեջանը։ Ինչպես նաև հիմա տեսնում ենք նաև Նիկոլան Հողը։ Երկրորդը, որպես պատմաբան նշեմ, որ որևէ ազգի համար, ով ունի շատ մեծ Սփյուռք իր տարածքից դուրս, իր պետությունից դուրս, ուղղակի աբսուրդ է զառանցել կամ խոսել իր Սփյուռքի թուլացման մասին, որովհետև համապատասխան պետությունները ուժեղանում են նաև իրենց Սփյուռքով, որտեղ իրենց Սփյուռքի ներկայացուցիչները այս կամ այն երկրներում զբաղեցնելով ինչ ուրեմն պաշտոններ կամ դիրք, այդ ամեն ինչը կարող են ծառայեցնել իրենց հայրենիքի համար։ Դե տեսնում ենք դավաճանավով ՄԱԿ-ի ներկայացուցիչները այդպես չեն մտածում։ Ասենք աշխարհում կան բազմաթիվ ժողովուրդներ, ովքեր իրենց Սփյուռքում ավելի շատ են ապրում, քան իրենց հայրենիքում։ Հայերի ձակ, օրինակ, իռլանդացիներն են։ Իռլանդիան, որը հիմա համարվում է աշխարհի ամենաբարեկեցիկ երկրներից մեկը, երբևիցե չի փորձում թուլացնել իր Սփյուռքը, ասենք Ամերիկայի Միացյալ Նահանգներում կամ կոնկրետ Նյու Յորք քաղաքում, որտեղ իռլանդացիների թվականակը բավական մեծ է եւ նրանք բավական մեծ ազդեցություն ունեն Ամերիկայի Միացյալ Նահանգների թե ներքին թե արտաքին քաղաքականության վրա։ Ասենք իտալացիները Բրազիլիայում, Արգենտինայում եւ նույն Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Իտալիան 7 հզոր տնտեսություն ունեցող եւ բավական ուժեղ արտաքին քաղաքականություն ունեցող երկրներից մեկն է։ Եվ ոչ ոք չի կարող ասել, որ Իտալիան բոմժ երկիր է, բայց իտալացիները երբեք չեն խրախուսում, որպեսզի իտալացիները Բրազիլիայից, Արգենտինայից կամ Ամերիկայի Միացյալ Նահանգներից ներգաղթեն դեպի Իտալիա։ Եվ այս իմ բերված օրինակներից ամենավառը դա Իսրայելն է։ Չնայած այն հանգամանքին, որ իսրայելական պետությունը խրախուսում է հրեաների վերադարձը իրենց պատմական հայրենիք, ինքը երբեք չի թույլ տալիս, որպեսզի աշխարհի տարբեր մասերում, ասենք Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Եվրոպայում, Ֆրանսիայում, Մեծ Բրիտանիայում, ասենք նույն Լատինական Ամերիկայում ապրող միլիոնավոր հրեաները վերադառնան բոլորը Իսրայել եւ դրանով թուլանա իսրայելական Սփյուռքը։ Էլ չասեմ, որ բոլորի համար երևի թե արդեն պարզ է, որ ասենք աշխարհի թիվ 1 գերտերությունը դա Իսրայելի կցորդն է, Ամերիկայի Միացյալ Նահանգների մասին է խոսքը։ Արման Եղոյան եւ նրան նման մտածողներին ուզում եմ հարց տալ։ Այդ որ այդքան մտածում եք հայկական Սփյուռքի ներկայացուցիչներին էստի համեցեք դեպի Հայաստան բերելու մասին, ինչ է կարես 8 տարվա մեջ, որպեսզի Սփյուռքում ապրող մեր հայրենակիցները վերադառնան Հայաստան։ Ոչ մի բան, ընդհակառակը, իշխանության գալուց հետո Հայաստանի Հանրապետության բնակչությունը կրճատվում է։ Չհաշվեք դրա մեջ ձեր իսկ պատճառով, ձեր դավաճանության արդյունքում Հայաստան եկած արցախցիների թվաքանակ։ Բացի դրանից, հարգելի հայրենակիցներ, 8 տարվա մեջ դուք տեսել եք, որ Նիկոլան Հողը կարողանա Սփյուռքից ինչ-որ մի հատ խոշոր բարերարի բերի Հայաստան, ով Հայաստանում իր խաթեր համար ինչ-որ մեծ ծրագրեր կիրականացնի, սոցիալական, կրթական, մշակութային, ենթակառուցվածքային, ոչ մեկը, որովհետև Նիկոլան Հողին ոչ ոք չի հավատում եւ նրան ոչ ոք չի ընդունում նույն Սփյուռքում։ Եվ այդ սփյուռքահայերը երբեք չեն գա Հայաստան ու չեն ապրի։ Նրանք գերադասեն սիրել հայրենիքը նիկոլական որոշ
ուրեմն սփյուռքահայերի նման դրսից ոչ բոլոր սփյուռքահայերին է սա վերաբերում, հարգելի հայրենակիցներ, նիկոլականների մասին է խոսքը, որ նույնիսկ նիկոլական սփյուռքահայերը չեն վերադառնում Հայաստանի Հանրապետություն, Արման Եղոյան այս մասին մտածի, ծերոնցը լփեր, հետո նոր մյուս սփյուռքահայերի մասին խոսի։ Այնպես որ հարգելի հայրենակիցներ, ես նոր բերեցի օրինակներ եւ փաստեր, թե ինչ աղետալի հետևանքներ են ունենալու այդ սփյուռքի թուլացման մասին զառանցանքները մեզ համար։ Նույն Իսրայելը իր սփյուռքը ծառայեցնում է իր պետության շահերը տարբեր տեղերում սպասարկելու եւ առաջ տանելու համար։ Նույն իտալացիները, նույն իռլանդացիները, որոնք հազարապատիկ մեզանից ավելի լավ են ապրում եւ երբեք չեն զառանցում իրենց սփյուռքի թուլացման մասին։ Իսկ Նիկոլը 8 տարվա մեջ որևէ բան չի արել, որ կարգավորի սփյուռքի հետ մեր հարաբերությունները։